24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք 10 տարուց ավել եղել եք հոգևոր ծառայության մեջ, եղել եք Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվը, այնինչ այսօր կատարվում է եկեղեցու հետ կապված, կաթողիկոսին հեռացնելու հետ կապված, ինչ բացատրություն ունի։ Մենք տեսնում ենք, որ միանշանակ հարձակումներ են եկեղեցու վրա։ Սա այլ բացատրություն ունենալ չի կարող ուղղակի, որովհետև սա սկսվել է 2018 թվականից, Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժումից, ճիշտ է, այն իրականում հաջողություն չունեցավ, ինչպես մյուս շարժումները եկեղեցու դեմ, որոնք դարերի ընթացքում եղել են եւ բնականաբար կասեցվել են եւ կուլ են գնացել, նույն ձևով այդ շարժումը ուղղակի նրանք փորձեցին ասպատակել եկեղեցին, փորձեցին վիրավորել հոգևորականներին, գնդեվանքում մենք տեսանք ականատես եղանք, որ քաշքշեցին վեհապարին, գնացին հասան մինչև վեհարան, բրդուճկերն ու գնացին տուն։ Այսքան։ Հիմա էլ շարունակվում է ավելի, այսպես ասած, բարձր մակարդակով, բնականաբար սա ոչ այլ ինչ է, քան միանշանակ եկեղեցին քանդելու եւ եկեղեցին մասնատելու փորձ, որովհետեւ շատ-շատերը այն սխալ կարծիքին են, որ սա եկեղեցին մաքրելու համար է արվում, բայց իրենք չէ, որ պիտի մաքրեն եկեղեցին, որովհետև եկեղեցին, ինչպես նաև մյուս կառույցները ունեն, այո, խնդիրներ, դժվարություններ իրենց ներսում, որովհետև այնտեղ մարդիկ են վերջի ապրում, եւ եկեղեցու ներքին գործն է իր ներքին խնդիրները լուծելու, եւ ոչ այլ, քան, ասենք օրինակ, վարչապետից սկսած կամ մնացածինը։ Սա ուղղակի հարձակումներ են, եթե եկեղեցին մաքրելու եւ եկեղեցին օժանդակելու համար է արվում այս ամեն ինչը, ինչու են փորձում փակել օրինակ Շողակաթ հեռուստաընկերությունը։ Ինչ արել Շողակաթը։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ իսկ ծրագիր կա, կարծում եք, նպատակը իրական ո՞րն է։ Տեսեք, եկեղեցին, ինչպես վստահ են նաեւ թուրքական եւ ադրբեջանական ղեկավարները, եկեղեցին միանշանակ միակ ազգապահպան կառույցն է մնացել Հայաստանում։ Եվ եկեղեցին թուլացնելով, եկեղեցին քանդելով, նրանք հայ ժողովրդին, հայ ազգին զրկում են այդ ազգապահպան կառույցից։ Որովհետև ինչպես որ գիտենք, այսօր ամեն ինչը իջեցրած է շրիշակի մակարդակին։ Մեկ Մասիսը մերը չի։ Մեկ հայոց պատմությունը դարձավ Հայաստանի պատմություն։ Հոգևորականները կալանավորվեցին։ Միշտ հոգևորականները եւ ժողովուրդը իրար հետ ապրել են սերտ հարաբերությունների մեջ, որպես հայր եւ զավակ, եւ ընկեր, եւ տան անդամ, բայց այսօր արի ուտես հոգևորականները 3 եպիսկոպոս կալանավորված են, մեկ տերհայր է կալանավորված, սա հայտարարություն է ուղղակի, սա եկեղեցին քանդելու եւ հոգևորականներին նվաստացնելու փորձ է։ Կհաջողվի կարծում եք։ Իմ կարծիքով ոչ։ Ինչու՞։ Որովհետև եկեղեցու գլխին շատ նմանատիպ փորձություններ են եկել եւ նմանատիպ քամիներ շատ են հայտնվել եկեղեցում եւ եկեղեցին այնքան կուռ եւ ուժեղ եւ ամուր կառույց է, աստվածաստեղծ եւ Աստծո կողմից պաշտպանված, որ միանշանակ չեն կարողանա, որովհետեւ չունեն այդ իշխանությունը եկեղեցում։ Բայց հիմա օրինակ Հովանավանքում նրանք կարողանում են ղեկավարումը վերցնել իրենց ձեռքը, Ստեփան Ասատրյանը ինքն է դուռը բացում, փակում, ինքն է որոշում ինչ անել, ունի հովանավորչություն Նիկոլ Փաշինյանի կողմից, իրավապահ կառույցներն են իր կողմից։ Հիմա նույնը կարող է պրոյեկտվել մյուս կառույցներում։ Օրինակ գտնեն մարդիկ, ովքեր կցանկանան կարգալույծ եղածներ, նախկին հոգևորականներ, կաթողիկոսի դժգոհներ եւ իրենք սկսեն այդ գործընթացի մի մաս դառնալ։ Եվ կան այդպիսի կառույցներ, կառույցներ չէ, մարդիկ կան, բնականաբար կան եւ խոսում են, դեմ են խոսում, գնում են հյուր տարբեր հեռուստաընկերություններ արտահայտվում են, խոսում են, որ իրենք հալածվել են եւ այլն, բայց հալածվել եք այն ժամանակ խոսեիք։ Հալածվել եք ինչի, օրինակ ինչի Արամը կամ ավելի ճիշտ Ստեփանը արդեն, ինչի, երբ որ ինքը ասում է ինձ 21 թվին 22 թվականին ուղարկում էին ցույցերի, ինչի դեմ չէր կանգնում, ինչի չէր արտահայտվում, որ գիտեք ինչ, ես չեմ ուզում գնամ ցույցերի, ինչի էր լուր գնում ցույցերի եւ ապա գալիս էր կիսվում էր տարբեր տեսակի նմանատիպ կամ իշխող ղեկավարությանը վերաբերող բաներ, նյութերով։ Սա միշտ եղել է։
եւ միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր դեմ են խոսացել։ Իսկ ինչ վերաբերում է Ստեփան Ասատրյանի գործողություններին, ես իրականում խղճում եմ այդ տղային, իրականում ինքը հոգեկան ծանր ապրումների մեջ է եւ ես դրա մասին ասել եմ էլ նա այժմ իմ կարծիքով նույնիսկ ինքը չի ղեկավարում ինքն իրեն, ինքը չի գործում եւ եթե նույնիսկ ինքը փոշմանացել լինի իր արածի համար, այժմ ինքը այլևս չի կարող դրա տակից դուրս գալ, որովհետեւ ինքը մտել է դրա մեջ արդեն եւ արդեն ինչու է մտել, իր վրա եւս կոմպրոմատներ է եղել կարծում եք։ Շատ հնարավոր է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այն ինչ ինքը հիմա անում է, ինքը չէր ուզում այն սկզբից անել, որովհետև այն սկզբից այո, ուզում էր ուշադրություն գրավել, ուզում էր ներքին խնդիրների մասին խոսել, բայց հիմա ինքը քանի որ շատ արագ անցավ մի քիչ ավելի առաջ, իսկ միգուցե վաղուց էր նա նախապատրաստվել այս ամեն ինչին, հետո ասում էր շատ մարդիկ կան, միջև այս Հովանավանքի հավաքը ասում էր 10,000 մարդ կգա, հետո մենք տեսանք 10,000 մարդ չեկավ, բայց ամեն դեպքում տպավորություն է, որ ինչ որ կազմակերպչական աշխատանքներ տարվել է։ Իհարկե, առանց դրա անհնար է, որտեղ իր հետ այդ խոսակցությունը ունեցել են արդեն։ Ինքը մինչ Պետրոսի մոտ գնալը արդեն մինչ հանրային գնալը արդեն այդ պլանները ունեին գծած իր հետ։ Որ պետք է անի այնպիսի հայտարարություն, որին պետք է հաջորդի քրեական գործ։ Որին պետք է հաջորդեն քրեական գործերը եւ այդպես էլ եղավ։ Իսկ ինչ վերաբերում է 10,000 մարդ բերել եւ այլն, դե բնականաբար Ստեփանը շատ փոքրիկ անձնավորություն է, որպեսզի մարդիկ կարողանա հավաքել այն էլ 10,000, ինքը բնականաբար հույսը դրել էր, իրան ասել էին, որ այդպես կասես, որովհետև վարչապետը կարող է հավաքել 10,000 մարդ, եւ սա էր հիմնական հարցը։ Եվ մենք այնտեղ տեսանք մոտավորապես 750-ից 800 մարդ, ովքեր որ բերվել էին Հովանավանք։ Դե այս Կիրակի եւս փաստոցի հավաքվել են, Փաշինյանը արդեն ասել է, միգուցե շատ լինեն այս անգամ մարդիկ։ Միգուցե շատ հնարավոր է։ Ես Սա նախապատրաստություն է, որ գնան Էջմիածին եւ Բեհարանի դեմ դուրս գան։ Կարող ենք ենթադրել, այո։ Ես միանշանակ մտածում եմ, որ այո, կարող է լինել, բայց ամեն դեպքում ես էլի լիահույս եմ, որ մեր ժողովուրդը այնքան խորիմաստ կգտնվի, այնքան իմաստուն կգտնվի, որ երբեք չի գնա Բեհարան, երբեք չի գնա Մայրաթորի դեմ։ Ես այդ կարծիքին եմ, դեռ հույս ունեմ, որ չեն անի։ Բայց բնականաբար իշխող խմբակցությունը կանի։ Նախկին հոգևորականներից շատեր են այդքան դժգոհ կաթողիկոսից, որ կարող է նրա դեմ դուրս գալ, դուք կարգալույց եղած քահանա եք եւ ասացիք, բայց պաշտպանելու եմ եկեղեցուն։ Հիմա կաթողիկոսի հետ կապված կարող են ունենալ խնդիրներ, տարաձայնություններ, դժգոհություններ, այս հանգամանքը կարող է այնքան մեծ է կամ այնքան լուրջ խնդիրներ կան եկեղեցուն, որը պատճառ է դառնում դուրս եկածներին ոստությամբ հանդես գալ կաթողիկոսի դեմ։ Շատ լավ։ Նայեք, եկեղեցում կան խնդիրներ։ Ես դա չեմ կարող ժխտել, եւ կան կարգալույց եղած հոգեվորականներ, ովքեր որ կարող են վատ արտահայտվել կաթողիկոսի եւ եկեղեցու սպասավորների, շատ սպասավորների հանդեպ մասին նաեւ։ Եղել են նաեւ դեպքեր, որ արտահայտվել են։ Եղել է նաեւ դեպք, որ ես եմ արտահայտվել։ Ես չեմ կարող դա ժխտել, դա փաստ է, բայց դա կարող է լինել այն ժամանակ, երբ որ դու նոր կարգալույծ ես լինում եւ չես կարողանում համակերպել այդ մտքի հետ, բնականաբար էմոցիաներ եւ այլն կարող են լինել, ոչ մի խնդիր չկա եւ ես դա մարդկային եմ համարում, դա նորմալ եմ համարում, բայց երբ որ դու տեսնում ես, որ այսօր խնդիրը ոչ թե վեհապարն է, ոչ թե հոգեվորականներն են մի քանի ովքեր թիրախավորված են, այլ հենց եկեղեցին է։ Երբ որ դու տեսնում ես, որ եկեղեցին թիրախավորված է, միանշանակ եւ աներկբա պետք է կանգնել եկեղեցու կողքին։ Միանշանակ դա առանց քննարկելու։ Յուրաքանչյուր հայ մարդ, որովհետեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայի մաշկի գույնն է։ Իսկ միգուցե կաթողիկոսի դեմ այդ հայտարարությունները, որոնք ժամանակին հնչել են, բողոքները, դժգոհությունները, այս ամեն ինչը նաև առիթ է հանդիսացել այսօրվա գործողություններին։ Ես մտածում եմ, որ շատ կարող են նմանատիպ դեպքեր լինել եւ կարգալույց եղած հոգեվորականների կողմից եւ մարդկանց կողմից, ովքեր որ ունեն ինչ որ ցանկություններ կամ մտածմունքներ, որը որ
իրենց ցանկությունների հետ չի համընկնում կամ վեհարանի կամ մայրաթորի ցանկությունների հետ չի համընկնում, դե բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր որ վատ կարտահայտվեն, բայց սա չպետք է առիթ եւ պատճառ հանդիսանա քանդելու հայ առաքելական եկեղեցի։ Հիմա օրինակ խնդիրը դրված վստահությունը եկեղեցու հանդեպ մարդկանց մոտից վերացնել։ Իհարկե։ Եվ այն տեսահոլովակներ, ինչ որ տեղեկություններ, ինչ որ նախկին հոգեվորականներ բաներ են պատմում սրբազանների մասին, այդպես անձնական բնույթի, այս ամեն ինչի նպատակը եւ որքանով են դրանք իրականությանը համապատասխանում։ Ամբողջ հարցը սա է, երբ որ դու սկսում ես թիրախավորել հոգեվորականներին եւ սկսում ես հոգեվորականների մասին խոսել վատը ու խոսում են գտնում են նախկին հոգեվորականներ, ովքեր որ սկսում են արտահայտվել, վատը արտահայտվել, սա հենց անվստահություն է առաջացնում եկեղեցու եւ ժողովրդի միջեւ։ Եվ սրանից բնականաբար նաեւ ցնծության մեջ են աղանդները, որովհետեւ եթե թուլանում է եկեղեցին, գլուխ են բարձրացնում տարբեր տեսակի աղանդավորական կազմակերպություններ։ Եվ եկեղեցու թուլացումը ամենաառաջնայինը այսօր ձեռք է տալիս թշնամական երկրներին, պետություններին, որոնցով մենք շրջապատված ենք։ Օրինակ, երբ որ Փաշազադեն հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին տարածաշրջանի համար սպառնալիք է, սա արդեն վկայում է այն մասին, որ այս ճնշումները նաև դրա արդյունքն են։ Երբ որ Փաշազադեն հայտարարում է, որ մենք պետք է վերականգնենք Էջմիածնի եւ Երևանի գազետները, սա արդեն դրա մասին է վկայում։ Երբ որ Վեհափառի հայտարարություններից հետո Շվեյցարիայում, երբ որ խոսում է Արցախի եւ արցախցիների իրավունքների մասին եւ հետ է գալիս Հայաստան ու սկսվում է այս ամենը, սա արդեն դրա մասին է վկայում։ Սա վկայում է այն մասին, որ այստեղ խոսքը Վեհափառի մասին չէ, խորքի մեջ։ Այսինքն իրական Հայաստանի այդ գաղափարախոսության մեջ չի տեղավորվում, այս եկեղեցին 4-րդ հանրապետության մեջ չի տեղավորվում, ինչ գաղափարական նաև հարցերը եւ այդ ասածը ինչպես դուք եք նշում Փաշազադեի, այսինքն նաև ռևանշիստների դեմ պայքարի մասին է, չէ՞ խոսում այրենց կողմից եւ եկեղեցին ուզում են դիտարկել ճակերտավոր ասած իբրև թե ռևանշիստներ, ազգայնականներ եւ այլն։ Իհարկե։ Եվ իրենք եկեղեցին անվանում են ռևանշիստներ, եւ իրենք մայրաթորը անվանում են ռևանշիստներ, դաշնակցականներին անվանում են ռևանշիստներ։ Այսօր մենք տեսնում ենք այդ փորձերը, այդ աղավաղումները, այդ նվաստացումները, տարբեր տեսակի հոդվածներ պատվիրված, տարբեր տեսակի տեսահոլովակներ պատվիրված հոգեվորականների եւ մնացածների մասին։ Այսինքն այսպես բնականաբար թույլատնում է եւ այդ իրենց ասած իրական Հայաստանի եւ 4-րդ հանրապետության գաղափարախոսության մեջ բնականաբար չեն տեղավորվում որևէ նմանատիպ կառույցներ կամ ազգային արժեքներ, օրինակ Արարատ լեռը, օրինակ հայոց պատմությունը, որ դառնա Հայաստանի։ Իրական Հայաստանը ո՞րն է։ Իրական Հայաստանը այդ, չգիտեմ, թիթեղի կտորն է, որ ինքը անընդհատ բռնում ձեռքը կանգնում է։ Սա է։ Ուղղակի մենք պիտի մտածենք, որ վերջի վերջո մենք պետք է կարողանանք գիտակցության գալ այն գիտակցության, որ եկեղեցին մեզ համար մեր պաշտպանն է, մեր թիկունքն է, մեր ազգապահպանության ամենաառաջնային մարտիկն է։ Բայց օրինակ Վլադիմիր Վարդանյանը վերջերս ասում էր, որ շատ սխալ է եկեղեցին միայն դիտարկել որպես ազգապահպանման կառույց, այն առաջին հերթին հոգևոր կառույց է, եւ մենք պետք է տեսնենք այդ հոգևորականությունը նրանց մեջ, այսինքն հոգևոր գլխավոր այդ վերնախավը պետք է լինի իսկապես հոգևոր։ Ես չեմ ժխտի, որ այո, պետք է լինի հոգևոր, իհարկե։ Եվ միանշանակ դա այդպես պետք է լինի։ Բայց արդյոք հոգևոր չէ մեր եկեղեցին, այսինքն ինչու են հակադրում։ Ներկայացում է որպես միայն ազգապահպանման կառույց, այսինքն այնտեղ իրապես հոգևորականներ չկան կամ ինչի մասին, ինչու է կասկածի տակ դրվում այս հարցը։ Տեսեք, որովհետև էլի եմ ասում, որ իրենք սևեռվել են, որ պետք է նմանատիպ հոգևորականները չլինեն, ովքեր որ ինչի է նստած Միքայել Սրբազանը։ Որովհետև դեմ էր խոսում։ Ինչի է նստած Բագրատ Սրբազանը, որովհետև դեմ էր խոսում։ Ինչի է նստած Մկրտիչ Սրբազանը։ Դասել եք Մկրտիչ Սրբազանի քարոզները կամ չգիտեմ, ինչի են հարձակումների ենթարկվում այն հոգևորականները, ովքեր որ ազգապահպանություն են մտել նրանք, իրավունք չունեին։ Եթե իրենք մտնում են քաղաքականություն, իրավունք չունեն, մենք էլ իրավունք չունենք, բայց կմտնենք եկեղեցի։ Իրենց պատճառաբանությունները դեպի համանդրություններ են խախտում։ Իրենք որպես այս երկրի քաղաքացիներ են խոսում։
Ոչ թե քաղաքականության մասին է խոսքը։ Խոսքը այս երկրի քաղաքացի լինելու մասին է։ Իրենք սրտացավ են, դրա համար են խոսում։ Ոնց որ ես, ոնց որ մնացածները։ Այստեղ ամբողջ հարցը թիրախավորելն է ամբողջ եկեղեցին։ Որպես ազգային արժեք եկեղեցին նվաստացնելն է։ Ես Հովանավանքում պատարագի ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչներ տեսա, ովքեր որ ընդհանրապես կապ չունեն։ Դա պատարագ չէր կարելի ասել, դա նույնիսկ կարելի է շոու անվանել։ Դա քաղաքական հերթական շոու էր։ Ձախ ձեռքով խաչակնկվող նախարար, անհավատ նախարար, չգիտեմ, քֆուրչի եւ բերված մարդիկ, ովքեր որ հայոյում էին լրագրողներին եւ այն մարդկանց, ովքեր որ դեմ էին կանգնում։ Այնտեղ դուք պատարագ տեսաք, այնտեղ դուք հոգևոր տեսաք։ Եթե իրենք խոսում են, մարդիկ կան, որոնք գնում են, նույնիսկ քաղաքացիներ, ոչ թե այն մարդիկ, ովքեր Փաշինյանի աջակիցներ են եւ մասնակցում են։ Այսօր հոգևորականներն ասում են, որ դա եւս խնդիր է, որովհետեւ մարդիկ կան չեն իմանում, ուղղակի տեղյակ չեն ինչ է կատարվում եւ գնում են եւ պատարագի են մասնակցում կամ ինչ որ արարողություններ է իրականացնում։ Ես երեք լսում էի Տեր Հայրին, Տեր Սարգսին, էլի նշանակված է Հովանավանքում։ Տեր Սարգիսն ասում է, որ շատ մարդիկ տեղյակ չեն եւ շատ մարդիկ չգիտեն, որ կարգալուց հոգեվորականը իրավունք չունի ծեսել արարողություններ անելու, որը որ վավեր չէ եկեղեցու կողմից։ Ոչ մի իրարած արարողություն։ Բայց մարդիկ գալով կամ զանգով իմանում են, որ այդպես է եւ չեն գնում այլևս։ Ինչքան կարելի է մարդկանց խաբել, որ օրինակ ես ձեզ վկայական կտամ։ Ոնց, որտեղից։ Այդ վկայականները տալիս է թեմի առաջնորդը, այդ վկայականները տալիս է մայրաթոռը։ Իդեպ մեկը ասում էր, որ տալու են վկայական, հետո դա ձայնագրվում է եւ երևում է, հետո մեկ այլ տեղ հարցնում է լրագրողը, բա չտվեցիք վկայական, ասում է իրենք չուզեցին, այսինքն ակնհայտ սուտ էր խոսում։ Սուտը եւ կեղծիքը խժռում է այդ երիտասարդին։ Ինքը ելի եմ կրկնում, ինքը հոգեբանական եւ հոգեկան ծանր ապրումների մեջ է։ Բայց նա կարող է հրաժարվել, չէ՞ ի վերջո։ Չի կարող արդեն ինձ թվում է, որովհետեւ ինքը արդեն ընկել է դրա մեջ։ Ինքը այսօր իր եղբայրը նույնիսկ։ Այո, իր եղբայրը Մայրաթորում Սարգսակը շատ լավ տղա է, շատ բարի տղա է։ Որևէ խնդիր չկա, ծառայում է եկեղեցում։ Բայց ինքը նույնիսկ ինքը հսկվում է տարբեր տեսակի ուժայինների կողմից։ Տեսնում ենք իր կողքը մարդիկ, ովքեր որ այնտեղ իր կողքն են անդադ մշտապես պատտվում են։ Ով ինչ է անելու իրան։ Ոչ մեկ։ Եվ դա էլ հոգեբանական ճնշման մի ձև է։ Որովհետև եթե դու մաքուր մարդ ես, եթե դու նորմալ մարդ ես, ինչ կարիք կա, որ քեզ հսկեն։ Իդեպ այսօր հոգևորականներից մեկն ասում էր, որ եթե նա վատ է զգում, որ հրահանգ է հնչեցվել arczepiskoposների կողմից, եպիսկոպոսների կողմից եւ նեղվում է այդ հրահանգներից, ապա ինչու՞ չի նեղվում, որ հիմա իրավապահ կառույցներն են նրան հրահանգներ տալիս։ Իհարկե, ոնց որ մայրաթորից է նեղվում, մայրաթորի հրահանգներից, նույն ձևով թող նեղվի մնացած հրահանգներից։ Ինքը այն մարդն է, որ ուղղակի այժմ ցայտնոտի մեջ ընկած չի հասկանում ինչ է կատարվում, որովհետև նախ ինչի եմ ես ասում չի հասկանում, վստահաբար, որովհետև երբ որ իրեն հարցրեցին, թե լրագրողները հարցրեցին, թե ովքեր էին քո կողքը կանգնած պատարագի ընթացքում, Սարգսակը, Դպիրը եւ այլն, մարդը ասում է ես չեմ ճանաչում ովքեր են։ Ես որ բարձրանում էի խորան պատարագի, ես ով որ իմ կողքը կանգնում էր, կլիներ Սարգսակ, կլիներ Դպիր, ես ընտանիքով գիտեի այդ մարդուն։ Անհնար է որ դու չիմանաս ով է քո այդ խորան բարձրացողը։ Ոնց կարող է պատարագ մատուցող հոգևորականը չիմանալ թե իր հետ ով է խորան բարձրանում։ Բայց նա ասաց, որ նույնիսկ վերականգնվելու է իր կարգալույց լինելը, փաստորեն որոշակի հավաստիացումներ են իրեն տրվել։ Կամ մտածում են կաթողիկոսին կհեռացնեն լրիվ, այլ ընտրանքային այդ եկեղեցին կհաջողվի կառուցել։ Չէ, իհարկե չի հաջողվի։ Դա խայտարակություն կլինի, դա կատաստրոֆա կլինի եկեղեցու եւ հայ ազգի համար։ Եթե լինի, բայց հիմա արդյոք դա չի արվում։ Եթե դա է ուզում ասել, որ եթե նույնիսկ կարողանան ինչ որ ժամանակահատվածում անել դա երկար կյանք չի կարող ունենալ, որովհետեւ վեհապարը ազգընտիր վեհապար է։ Վեհապարին ընտրում է
ազգային եկեղեցական ժողովը վեհապարին ընտրում են եպիսկոպոսները։ Չի կարող ազգային եկեղեցական ժողովը ընտրել օրինակ, չգիտեմ, որևէ մեկի առաջարկած տեխնացուին։ Իսկ եկեղեցու ներսում կան մարդիկ, կարծում եք, որ ինչ որ պահի կարող են միանալ այս գործընթացին։ Նկատի ունեմ ոչ թե սովորական հոգևորականներ, այլ ավելի բարձրներ։ Գիտեք, ես չեմ կարող տենց միանշանակ ասել, որովհետև ամեն վարքյան ամեն բան կարող է փոխվել։ Ամեն վարքյան, որովհետև որևէ մեկը այսօր չի կարող որևէ մեկին հստակ 100%-անոց վստահություն ունենալ, որ չի լինի։ Բայց նրանք կարծում եք ճնշումների տակ են։ Ես կարծում եմ, որ այն տեսահոլովակները, որ հրապարակվում են, այն հոդվածները, որ գրվում են հոգևորականների մասին, հենց վկայում է այդ նույն ճնշումները։ Այսինքն ինչու են դրանք արվում։ Որպեսզի ինչ որ պահի նրանք կամ ինչ որ պահի նրանք հրաժարվեն, հետ կանգնեն իրենց ասածից կամ վեհապարին կողքը լինելուց, կամ եկեղեցին պաշտպանելուց, կամ ուղղակի նեյտրալ դեր ունենան։ Այսինքն ձեռնպահ մնան ամեն տեսակ գործողություններից։ Ասում են առաջիկայում ավելի ցնցող ինչ որ տեսահոլովակներ, ձայնագրություններ է հրապարակելու Փաշինյանը, որպեսզի արդարացնի իր քայլերը, մարդկանց համոզի, որ տեսեք ինչ է կատարվում եկեղեցում եւ ես պայքարում եմ եկեղեցին փրկելու համար։ Ես չեմ զարմանում այլևս ոչ մի բանի վրա։ Շատ հնարավոր։ Շատ։ Ես ոչ մի բանի վրա այլևս իրենց արած ոչ մի քայլի վրա այլևս զարմանք չունեմ։ Եվ սա ուղղակի աբսուրդի աստիճանի հասնող է։ Եթե օրինակ, չգիտեմ, հրապարակում են որևէ տեսահոլովակ, որտեղ հոգևորական կա, եւ ինչ եղավ դրանից։ Մարդկանց մոտ վստահություն է, մարդկանց մոտ այդ է ուզում ասել, մարդկանց մոտ ինչ որ մի բան, ինչ որ միտեղ կոտրվեց, վստահություն կոտրվեց, կլինի եւ այլն, բայց նախ որևէ մեկը որևէ մեկի անձնական կյանքը իրավունք չունի հրապարակել, եւ երկրորդ, եթե նույնիսկ հրապարակում են, այդ ամենը դեռ պետք է ապացուցել։ Որովհետեւ այսօր մենք ապրում ենք այն դարաշրջանում, որ յուրաքանչյուր մեկի մասին յուրաքանչյուր բան կարող են սարքել։ Եվ շատ նման է լինում իրականությանը եւ չես տարբերում շատ անգամ։ Միանշանակ։ Եվ բնականաբար կփորձեն նորից նմանատիպ զազրելի տեսանյութեր հրապարակել, մարդկանց մասին խոսել, մարդկանց մասին գրել եւ այլն, բայց հետո եկեղեցին չի կոտրվում դրանից։ Իսկ մարդկանց եւ եկեղեցու միջև ինչ է կարծում, տարանջատվածություն կա այս տարիների ընթացքում, թե հակառակը, որովհետեւ այս խնդրի մասին էլ է անընդհատ խոսվում, որ եկեղեցին իսկապես կարծես շատ է փակ եւ ավելի շատ պետք է մարդկանց հետ շփվեր, թեև մենք տեսնում ենք, որ եկեղեցին միշտ բազմամարդ է, բայց արդյոք այդ կապը կա հոգեվորականների հետ։ Ես վստահ եմ, որ այդ կապը կա հոգեվորականների հետ։ Չէ, ավելի ակտիվ են, մյուսները ավելի փակ են։ Չէ, ես վստահ եմ, որ այդ կապը կա հոգեվորականների հետ, որովհետև հենց նույն անցած կիրակի մասին եթե խոսենք, այդ նույն կիրակին Արագածոտնի թեմի բոլոր եկեղեցիները լեփլեցուն են եղել։ Բոլոր, առավել քան նախորդ կիրակիների մասին է խոսքը։ Այսինքն սա արդեն աջակցություն է։ Սա արդեն աջակցություն է, որովհետև եթե մենք խոսում ենք եկեղեցիները դատարկելու մասին եւ հոգեվորականների վստահությունը հոգեվորականների հանդեպ վստահությունը թույլատնելու մասին, լրիվ հակառակ էֆեկտ ունեցավ։ Մարդիկ բոլորը գնացել էին տարբեր տեղեր պատարագի Արագածոտնի թեմի, ես գիտեմ, որ Սաղմոսաբանքում է լեփլեցուն եղել, ես գիտեմ, որ Ապարանում է լեփլեցուն եղել, ես գիտեմ, որ Թալինում է լեփլեցուն, բոլոր տեղերում։ Եկեղեցի միշտ են գնում, հարցն այն է, որ հոգեվորականների հետ որքանով են մարդիկ կապի մեջ։ Շատ լավ, եւ ես շատ տեղերում եմ լինում եւ շատ մարդկանց հետ եմ կապի մեջ, եւ որպես նախկին հոգեվորական, եւ որպես ընկեր, մի խոսքով։ Իդեպ դուք ձեր կամքով եք արքալուց եղել։ Ոչ։ Իսկ կասեք ինչ խնդիր էր։ Ներքին անձնական։ Մեծ խնդիր չէր։ Չէ, բացարձակ։ Բացարձակ։ Իսկ շատ են լինում կարգալուց եղած հոգեվորականներ։ Շատ չեն, բայց լինում են, այո, տարվա մեջ կարող են լինել մի քանի հոգի։ Բայց շատ-շատերը նաև իրենց կամքով են թողնում կարգը։ Բայց կապը պահվում է եկեղեցու հետ, օրինակ դուք կապ պահպանում եք։ Այո, միանշանակ։ Միանշանակ ես շատ հոգեվորականներ ընկերներ ունեմ,
բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, որևէ մեկի հանդեպ որևէ բան չկա, բայց բնականաբար դժվար է սովորել, ավարտել, դառնալ հոգևորական եւ հետո թողնել։ Բայց կյանք է եւ այդ կյանքը ունի իր վայրիվերումները։ Յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանք, յուրաքանչյուր մարդ ունի խնդիրներ, յուրաքանչյուր մարդ էլ կարող է մի օր էստեղ լինել, մեկ ուրիշ օր այնտեղ լինել։ Որևէ մեկը այս կյանքում ապահովագրված չի դրանից։ Որևէ մեկը եւ յուրաքանչյուր մարդու կյանքում կարող է լինել տարբեր, ամենատարբեր տեսակի խնդիրները, որովհետեւ դու երբեք չգիտես, թե հաջորդ քայլը քո ինչ որը կլինի։ Դու երբեք չգիտես, թե Աստված ինչի համար է քեզ նախապատրաստել։ Թեկուզ եւ այո, կարգալուծնելուց հետո ես ինչ որ բան եմ գրել, բաց նամակ եմ գրել եւ մի շատ լավ արտահայտություն կա, ասում է երիտասարդ է եւ անփորձ։ Զղջացել եք, որ կաթողիկոսի դեմ ինչ որ բան գրել։ Ոչ թե այո, ոչ թե զղջալու մասին չի խոսքը։ Խնդիրները, երբ որ դու ինչ որ մի բան անում ես, երբ որ դու ինչ որ մի բան խոսում ես, դա տվյալ պահին եղել է, անցել է, վրդովմունքի, վիրավորանքի, նեղվածության խնդիր է։ Հետո արդեն սառը գլխով։ Հետո արդեն սառում ես, երբ որ դու հասկանում ես, որ այո, խնդիրը կա եւ այո, այսօր խնդիր կա պաշտպանելու Մայրաթորը։ Այսօր խնդիր կա պաշտպանելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, եւ դու այդ ամենից վեր պետք է դասես քո ներքին անձնականը, որովհետեւ եթե դու քո ներքին անձնականը բերես, մտցնես եւ համեմատես ամբողջ մի հայ առաքելական եկեղեցու հետ, դա կլինի, չգիտեմ, ամենասխալ քայլը, որ կարող են անել։ Ոնց որ այսօր անում են Ստեփանը եւ մնացած մի երկու հոգին, ովքեր որ իր կողքին են։ Շատ-շատերը սա դիտարկում են իմ կողմից, որ տեսեք, իբր թե ուզում է վերականգնվել դրա համար, ես լսել եմ նմանատիպ արտահայտություններ։ Ոչ, սիրելիներ, միանշանակ պատասխանում եմ, ոչ։ Այստեղ վերականգնվելու կամ հետ գնալու հարց չունեմ ես։ Ես ունեմ եկեղեցին պաշտպանելու խնդիր։ Եվ ես դա անում եմ որպես հայ առաքելական եկեղեցու զավակ։ Այս պայքարը միջև ուր կարող է հասնել, իդեպ խոսվում է նաև, որ որոշ եկեղեցիներ կարող են ուղղակի եկեղեցուց խլվել եւ այլ նպատակներով ծառայեն, այս մասով ինչ կասեք։ Ինչ այլ նպատակներով ծառայեն։ Չեմ կարող ասել, բայց օրինակ կադաստրի ղեկավարը չէր մանրամասնում, ասում էր, այո, կան եկեղեցիներ, որ հնարավոր է, որ տեսնենք, որ մարդաշատ չէ եւ այլն։ Իրենք իրենց կամքով իրենց դնում են անեծքի տակ։ Իրենք իրենց կամքով իրենց ծերունդներին եւ իրենց դնում են անեծքի տակ։ Այսինքն ինչ է նշանակում եկեղեցիները խլենք եկեղեցուց։ Հայ առաքելական եկեղեցուց։ Ինչ պիտի անեն։ Պիտի Արամի նման երկու հոգի լինի, երկու հոգի գտնեն կամ Ստեփանի նման երկու հոգի գտնեն, տանեն դնեն այնտեղ էլ կողպեն, փակեն պատարականեն։ Թող անեն։ Ոչ մի բան այս կյանքում հավերժ չէ։ Հավերժը Աստված է, Քրիստոս է, ով միանշանակ հայ առաքելական եկեղեցու ներսում է։ Դուք ձեր այդպես հավատքը եւ ամեն ինչը, որ եկեղեցուն ոչինչ չեն կարող անել, կապում եք հոգեվոր իրականության հետ, որ Աստծո դեմ չեն կարող գործել, որովհետեւ այն քայլերը, որոնք գրվում են, շարունակվում են գծագրված ծրագիր է, որը որ տեղավորվում այդ նոր իրականության մեջ հետ, որի մեջ մենք պետք է մտնենք, այդ իրական Հայաստան, 4-րդ հանրապետություն։ Այսինքն այդ վստահությունը, որ ունեք հոգեվորականներով, ես վստահություն ունեմ, այո, Աստծո վրա է հիմնված։ Իհարկե։ Որևէ մի բան այս կյանքում առանց Աստծո կամքի, ասում է, նույնիսկ տերևը ծառից առանց Աստծո կամքի չի ընկնում։ Ինչ լինում է Աստծո կամքով։ Եթե պետք էր որ այս խնդիրները լիներ հայ առաքելական եկեղեցու շուրջ, ուրեմն պետք է լիներ։ Եթե պետք է այն հաղթահարվի, ուրեմն այն կհաղթահարվի։ Դուք եք կարծում, որ դա եկեղեցուն կուժեղացնի։ Միանշանակ։ Ինչով է ուժեղանալու եկեղեցին։ Նախ իր հավատացյալներով։ Եկեղեցին եկեղեցի է իր հավատացյալներով։ Իր հավատացյալները տեսնում են այսօր եկեղեցու Գողգոթայի ճանապարհը։ Բնականաբար այդ ճանապարհը պետք է անցնի։ Եվ հոգևորականներով իհարկե։ Իդեպ Փաշինյանը 1 ամիս, 2 ամիս առաջ կոչ էր անում, որ ամուսնացյալ քահանաները իրենց անհամաձայնությունը հայտնեն կաթողիկոսի հանդեպ եւ այլն, եւ մենք մեծ արձագանք չտեսանք։ Այսինքն բոլոր այդ հայտարարություններին արձագանքներ չեն լինում։ Գուցե 1, 2, 3, 10, 15 հոգի լինում են, բայց դա համատարած չէ։ Տեսեք, եկեղեցին եղբայրական կառույց է։ Եկեղեցականները, հոգևորականները միմյանց հանդեպ ունեն փոխվստահություն։
միմյանց հանդեպ ունեն հարգանք, միմյանց հանդեպ ունեն եղբայրական շատ ջերմ հարաբերություններ։ Այսօր այդ նույն եկեղեցականները իրար հետ ունեն մեծ կապվածություն որպես հոգևոր եղբայրներ։ Ես ունեմ շատ լավ հարաբերություններ իմ հոգևոր եղբայրների հետ, մայրաթորում գտնվող եւ դրանից դուրս։ Ինչու՞, որովհետեւ մենք միասին շնչել ենք մայրաթորի հոտը, մենք միասին սնվել ենք մայրաթորում, թե հոգևոր, թե մարմնավոր սնունդով։ Մենք միասին դաստիարակվել ենք մայրաթորում, մենք միասին ապրել ենք մայրաթորում։ Եվ այն կուր կառույցը, որ այսօր կա, դրա արդյունքն է, հոգևորի արդյունքն է։ Այո, թերություններ կան, չի բացառվում դա, ինչպես որ բոլոր տեղերում, որովհետև եթե մի տեղ կա մարդ, որը անսխալական է, անսխալական չէ, բնականաբար կլինեն նաև թերություններ։ Մարդկային գործոնը ինչ-որ միտեղ գործում է, ինչ-որ մարդկային թերությունները ինչ-որ միտեղ արտահայտվում են։ Յուրաքանչյուր մարդ սխալական է, յուրաքանչյուր սխալվում է, այո, պետք է գնա ուղղվելու ճանապարհով, որովհետև մարդը անընդհատ պետք է ձգտի կատարելության, ինչպես որ Աստված է ասում, կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Եվ յուրաքանչյուր մարդ պիտի փորձի գնալ այդ կատարելության։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս հասարակական գործիչ, նախկինում Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Նիկողոս Հովհաննիսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։